Ով ինչ ուզում ասի, Նիկոլս մնա Նիկոլ ու վերջ։ Բոլոր մոլորակի երեխաները ապրեն դաստոյնի։ Շատ լավ, ամեն ինչը տեղի։ Որ ասեմ ոչ խառնվել եմ, ոչ գիտեմ, ոչ էլ տեղյակ եմ, ոչ մի բան։ Ես էլ եմ դեմ։ Մենք չենք համասնակցել էլի ուղղակի։ Շատ հաճելի էր։ Սուրբ Հովանավանքում 3 կատարվածը շատերն անվանեցին կեղծ պատարագ, քանի որ մատուցվել էր կարգալույծ քահանայի կողմից։ Արմլուրը հարցում է անցկացրել հասկանալու համար, թե Էջմիածնում ինչպես են քաղաքացիները վերաբերվում իշխանության արշավին ուղղված դեպի եկեղեցի եւ աջակցությանը դեպի կարգալույծ քահանային։ Այդ մենակ հոգևոր կյանքն ու պետությունը կորոշի։ Նորմալ։ Այսինքն կարգալույծ քահանան ամեն դեպքում իրավունք ունի Դե եթե քահանայը կարգալույծ է արել Մայրաթորը վեհափարի գլխավորությամբ։ Դե ճիշտ ասած արդեն Էջմիածինը այդքան էլ չի ընդունում մեր վեհափարին։ Ինչու՞։ Մենք չգիտեմ։ Շատ բաներ ենք լսում, շատ ականատեսել։ Էլի չէինք ընդունում։ Իսկ առաջ որն էր պատճառը։ Շատ վատ բաներ ենք լսել իր մասին։ Ինչ եք լսել օրինակ։ Դե չեմ կարա տենց ասի։ Ինչ է արել վեհափարը էջմիածինցիներին։ Չգիտեմ, ամեն ինչ ընչի եկեղեցու։ Տոն օրերին եկեղեցու բակով չես կարում քայլես։ Ինչու։ Դեռ վաճառականները նստած, ասենք այդտեղ չի կարելի, իսկ երբ որ գյուղացին ա ուզում այն մյուս եկեղեցու մոտ ինչ-որ բան վաճառի, իր մշակածը, ասում են այդտեղ չի կարելի, այս եկեղեցու բակա չի կարելի։ Իսկ այնտեղ լրիվ փակ զատիկին չես կարում գնաս, չի ամեն տոն օրերին մտնել է եկեղեցի, ահա որ ա դառնում։ Ազիզ, մենք շատ փոքր մարդ ենք եկեղեցու գործերի մեջ մտնելու համար։ Եկեղեցին իր ներքին խոհանոցն ունի, ընդհանրապես մեր երկրի համար սա շատ ոնց ասեմ, ներքին կուխնին է մեր երկրի, սա պետք է իհայտ չգա։ Դե եթե եկեղեցական կանոնակարգով եք հարցնում, չուներ, բայց ժողովուրդը եթե ընդունում է, սիրում է իրան, կարծում եմ ժողովուրդը չպիտի մերժեն։ Իսկ ճիշտ եք համարում իշխանության այս թիրախավորումը ու եկեղեցու ներքին խոհանոց մտնելը անդադար փորփրել է եւ անունները սևացնելը։ Գիտեք ինչ, մի քիչ բարդ ու ցավոտ հարց է։ Պետք չի, իհարկե պետք չի։ Չենք ցանկանա, որ այսպես լինի։ Չենք ցանկանա, որ պետությունը եւ եկեղեցին ընդվզեն իրար դեմ։ Որ ասեմ ոչ խառնվել եմ, ոչ գիտեմ, ոչ էլ տեղյակ եմ, ոչ մի բանից քուրոջը։ Իսկ վեհափարին աջակցում եք առհասարակ։ Դու ես ինձ չեմ աջակցում։ Չէ, շատ եմ հավանել այդ պատարագին։ Մասնակցել եք։ Չեմ մասնակցել, ուղղակի տեսել եմ ու շատ եմ հավանել։ Իսկ ոնց է, ճիշտ եք կարծում, որ պետքա կարգալույծ քահանան բարձրանար խորան։ Բայց ով է կարգալույծ արել։ Մայրաթորը։ Մայրաթորն ով է ղեկավարում։ Հենց ինքը պետք է կարգալույծ արվեր, ոչ թե կարգալույծ աներ։ Այնտեղ ոչ մեկն էլ հրեշտակներ չեն։ Բոլորս է դա լավ գիտենք։ Բայց դե չէր կարելի դա բերել համեմատել այսօրվա այս իրավիճակի հետ, այսքան բան։ Աջակցում եք վեհափարին առհասարակ, Մայրաթորին որպես կառույց։ Այո, դա միանշանակ։ Ծայրահեղ բացասական։ Եթե նույնիսկ ինքը սխալ է կարգալույծ եղել, բայց կա եկեղեցական օրենք, որը մեր ազգության հավատքի հիմքն է։ Ծայրահեղ բացասական։ Իսկ վեհափարին աջակցում եք։ Ես եկեղեցուն եմ աջակցում։ Վեհափարը Աստծո ընտրյալն է։ Եթե Աստված կամեցել է, որ մեզ սխալ վեհափար լինի, մեկը Աստված է կամեցել։ Մենք չենք համասնակցել էլի ուղղակի։ Ովքան ես հավատում եմ իմ Աստծուն, իմ եկեղեցուն ու ինձ։ Ոյ չեմ կարա պատասխանեմ կներեք։ Ստեղից չեմ ես նախ, ու չգիտեմ որն է լավը, որն է վատը։ Ասենք լավն ու վատ ոնց ասենք։ Դա եկեղեցու կանոնավարքին դեմ է։ Կարգալույծ եղած արդեն քաղաքացի անձը չի կարող բարձրանալ խորան եւ պատարակ մատուցել։ Այդ չգիտեմ, արդեն չեմ կարա հարցիդ պատասխանեմ, ոչ մի բան։ Ես էլ եմ դեմ։ Հա։ Տերտերներին դուք էլ եք։ Սա գիտես ինչ աֆերից կաշառակերներ են։ Դե ցավը տանը, ես չհասկացա առաջ ինչ էի ասել։ Ես միլիոն% դեմ եմ դրանց։ Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ իշխանությունը ասում է Նիկոլ Փաշինյանը ասում է գնանք վեհարան, վեհարանը վեհափարից ազատենք, այսինքն ազատենք եկեղեցին հայրապետից։ Նիկոլ Փաշինյանը ես շատ սիրում, հարգում եմ, շատ լավ մարդ է Նիկոլ Փաշինյանը։ Ով ինչ ուզում ասի, Նիկոլս մնա Նիկոլ ու վերջ։ Ես իրա ցավը տանեմ։
Ես վերաբերվում եմ, որ հավատքը միշտ մնում է առաջի տեղում, տենց բաները անում են, ասենք որ գիտեն, որ սխալ է, պետք է անպայման պատժվի։ Դա կապ չունի, բայց այդ ձևով չեն անում, Մարդկանց հավատը չի կարելի տրոգать, չի կարելի ձեռք տալ։ Потому что կլինի արդեն անարխիա, ստեղ կլինի ոչ որ հավատք չլինի, մարդկությունը մեկը մեկին, ոչ եմ, հարգանք չի լինի։ Այդ արժեքներին կարելի է կպնել, բայց նուրբ ձևով։ Մարդկանցը, ոնց ասած, համար որպեսի լավ լինի, ես այդ եմ ուզում։ Իսկ աջակցում եք վեհապարին կամ իշխանությունը, որ ասում Ես ոչ մեկին չեմ աջակցում, ես հավատքին եմ աջակցում, որպեսի բոլոր մոլորակի երեխաները ապրեն դաստոյնի, ապրեն լավ, ապրեն արժանապատիվ, որոնք որ հիվանդ են, թող հեռանան, գնան, էլի, դե խմեն, в общем, не трогать, նորմալներին չփչացնեն։ Չգիտեմ, այնքան խառնավիճակը մարդ չի կողմնորոշում, որի կողմը լինի, որին ոնց ընդունի, չգիտեմ։ Ասում են, Բայց ամենայն դեպս Նիկոլը շատ ճիշտ ձևով է վերաբերվում ամեն ինչին։ Ուղղակի չեն գնահատում այդ մարդու արածը, չեն գնահատում Նիկոլին։ Ուրիշ երկրներում այդքան լսում ենք, ամեն ինչը տեսնում ենք, ոչ մեկ իրանց ղեկավարին այդ քննադատությունները, այդ խոսքերը չեն ասում, ոնց որ մեր Հայաստանում։ Ամոթ է, էլի, այդ մարդը այդքան բան անում, ասենք քիչ բան չի անում մեր Հայաստանի համար, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլ շատ բաներ է անում հայ ժողովրդի համար։ Շատ հաճելի էր։ բայց ասում են իրավունք չուներ օրինակ խորապարչանը։ Ասում իրավունք չունեի։ Մայրաթորը նրան կարգալույծ էր։ Ոչ, ես կասեի, որովհետև ես Օհանավանի այդ մարդուն շատ լավ ճանաչում եմ, շատ լավ ամեն ինչը տեղի։ Ես կասեմ, որ այո։ Իհարկե շատ սխալ էր։ Դե Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր, Նիկոլ Փաշինյանը Հռոմի պապից էլ ինչ որ ընդունեց, իսկ մեր վեհապարին անունով է անվանում։ Ես կարծում եմ, որ ինքը իր պատիժը ստանալու է հենց հայ առաքելական եկեղեցու կարգ ու կանոնը օծումը ուրանալու, պղծելու համար։ Ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։